Բարև ձեզ, բարի գալուստ, update լրատվական, թարմացնենք օրվա լրահոսը միասին։ Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգի, մասնավորապես երկկողմ տնտեսական հարաբերություններում առաջացած խնդիրների վերաբերյալ։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հայաստանյան ծագման ապրանքների Ռուսաստանի Դաշնության շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան-Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին և Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին ու խնդրել է միջոցներ ձեռնարկել այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ վարչապետ Փաշինյանը ընդգծել է բաց գործընկերային և բարեկամական երկխոսության միջոցով նշված հարցերը լուծելու Հայաստանի Հանրապետության կառավարության պատրաստակամությունը։ Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող նոր չափորոշիչներին համապատասխանող համարանիշների արժեքը կկազմի 250,000-ից մինչև 8 միլիոն դրամ։ Դրանք հնարավոր կլինի ձեռք բերել ուղղակի վճարմամբ առանց էլեկտրոնային աճուրդի մասնակցելու։ Այս մասին ներքին գործերի նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ներքին գործերի նախարարության իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը։ Վերջերս փոփոխություններ են տեղի ունեցել և ինչպես գիտենք, տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ դրանց հատկացման գները սահմանում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը, եւ վերջերս կառավարության որոշման մեջ տեղի են ունեցել փոփոխություններ, այլ կերպ ասած լրացվել են հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի նոր չափորոշիչներ, եւ դրան արձագանքելով ներքին գործերի նախարարը ստորագրել է հրաման եւ սահմանել է այն գները, որով այդ հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշները կարող են հատկացվել։ Ինչպես են որոշվել գները, իհարկե քննարկումներ ունեցել ենք եւ արկա չափորոշիչների եւ գների համեմատական ենք անցկացրել, թե նոր չափորոշիչին համապատասխանող այսինչ համադրությունը, որ գնային սեգմենտի տակ պետք է տեղավորել։ Եթե ձեզ կհետաքրքրի, ես կարծում եմ կհետաքրքրի պայմանական պատահականության սկզբունքով ես կարող եմ որոշակի, այսպես ասած, համադրություններ հրապարակել, ասեմ, որ գնային սեգմենտը 250,000-ից մինչև 8 միլիոն միջակայքում է սահմանվել, գիտեք երևի, որ մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի նվազագույն շեմը սկսվում է 60,000 դրամից եւ ավարտվում է 8 միլիոնով։ Այսինքն սա նշանակում է, որ ներքին գործերի նախարարի հրամանի առումով մենք բոլոր գնային սեգմենտներում չափորոշիչներ չենք ավելացրել։ Մենք ավելացրել ենք այն սեգմենտներում կառավարության որոշմամբ եւ հետո տեղայնացրել նախարարի հրամանով, որոնք տեղավորվում են 250,000-ից մինչև 8 միլիոնի միջակայքում։ 2024 թվականի փետրվարի 1-ից մինչև օրս էլեկտրոնային աճուրդով օտարվել է առանձնահատուկ պահանջարկ ունեցող 49 հաշվառման համարանիշ, որոնց վաճառքից գոյացել է 892 միլիոն դրամ։ Այս մասին ներքին գործերի նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ներքին գործերի նախարարության հաշվառման քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետի տեղակալ Տիգրան Գևորգյանը։ Առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի էլեկտրոնային աճուրդով տրամադրման գործընթացը գործում է 2024 թվականի փետրվարի 1-ից, մինչ օրս օտարվել է թվով 49 առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշ եւ դրանց արդյունքում գոյացել է 892 միլիոն դրամ։ Նոր չափորոշիչներով մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը ընդամենը 3 օր են տրամադրվել կառավարության որոշումը ուժի մեջ մտնելուց հետո եւ 3 օրվա ընթացքում տրամադրվել է 224 հաշվառման համարանիշ, որի արդյունքում գոյացել է 234 միլիոն 400,000 դրամ։ Ավելի շատ ընդունելի է քաղաքացիների կողմից եւ ավելի շատ վաճառվել է 600,000 դրամ արժողությամբ համարները, 224-ից 165 հատ։ Շարունակենք թողարկումը։ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը այսօր նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի, մարզպետ Սեդրակ Թևոնյանի և մարզի համայնքապետերի հետ ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին։
Արարատի մարզի միասնական երթուղին շահագործող ընկերությունը երթուղին կսպասարկի 87 նոր տրանսպորտային միջոցներով։ Նախարարը շրջել և ծանոթացել է նոր տրանսպորտային միջոցներին։ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում նախարար Դավիթ Խուդաքյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերի բաժնեմասի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի հանրային լսումը։ Դավիթ Խուդաքյանը ընդգծել է, որ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի հիմքում դրվել է էլեկտրաէներգիայի բաշխման կենսական հանրային նշանակության, բնակչության անխափան էլեկտրաէներգիայի մատակարարման, սոցիալական և ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեության, էներգետիկ համակարգի կայունության և սպառողների իրավունքների պաշտպանության կարևորությունը։ Մասնակիցների կողմից նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ չեն ներկայացվել։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք առանցքային հարցեր, անդրադառնալով ընտրական գործընթացներում մարդու իրավունքների պաշտպանությանը, կալանքի կիրառման պրակտիկային, բռնի տեղահանված և անհայտ կորած անձանց իրավունքներին, ինչպես նաև ատելության խոսքի կանխարգելմանն առնչվող մի շարք այլ խնդիրների։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու համատեղ ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության խթանման ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին, վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Անվտանգության խորհրդի քարտուղարը բարձր է գնահատել դեսպանի անձնական ներդրումը Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացման, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցության շարունակական ընդլայնման գործում։ Իր հերթին դեսպանը շնորհակալություն է հայտնել վերջին տարիներին սերտ համագործակցության և ցուցաբերված աջակցության համար։ Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպում է ունեցել Բոլիվիայի արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Կարլոս Պասի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության զարգացման հեռանկարները, ընդգծելով քաղաքական երկխոսության խորացման, տնտեսական համագործակցության ընդլայնման, ինչպես նաև միջազգային հարթակներում փոխգործակցության ամրապնդման կարևորությունը։ Դեսպանը հանդիպել է նաև Բոլիվիայի պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Խուլիո Կաստրո Սալասարի հետ։ Կողմերն անդրադարձել են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունների ձևավորմանը։ Եվ միջազգային լրահոսին ընդառաջ։ Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը հայտարարել է, որ 7.1 մագնիտուդով երկրաշարժին հաջորդել է 61 հետցնցում, որոնց սեյսմիկ ինտենսիվությունը եղել է 1-ից 6-ի սահմաններում։ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակայիչին հայտնել է, որ տուժած շրջաններ է ուղարկվել ինքնապաշտպանության ուժերի 3600 անդամ։ Փլուզվել են շենքեր, վնասվել են ճանապարհներ և կամուրջներ։ Տոկիոյի Հանեդա օդանավակայանում երկրաշարժի պատճառով ավելի քան 40 թռիչք հետաձգվել կամ չեղարկվել է։ Միջազգային այլ թեմաների առաջարկում եմ ծանոթանալ տեսաշարով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը լավ բանակցություններ է վարում Թեհրանի հետ և հակամարտության շուրջ համաձայնության հասնելու հնարավորություն կա։ Նա միևնույն ժամանակ նախազգուշացրել է, որ ամերիկյան հարվածները կարող են վերսկսվել, եթե բանակցությունները արդյունք չտան։ Այս մասին նա ասել է Միչիգանում նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփը հավելել է, որ Իրանին հնարավոր չէ կաշառել, այլ հարկավոր է հաղթել։ Հուլիսի 27-ին Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ
Էլբաղային հայտնել էր, որ երկիրն ԱՄՆ-ից բանակցություններ չի խնդրել, եւ այդ մասին լուրերը կեղծ են։ Այդուհանդերձ, ըստ դիվանագետի, կողմերի միջև հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է միջնորդ երկրների միջոցով։ Գրեթե 2 շաբաթ անընդմեջ հարվածներից հետո ԱՄՆ-ն 3 օր է դադարեցրել է հարվածները Իրանի ուղղությամբ։ Իրանը մերժել է բանակցություններում ԱՄՆ-ի առաջարկը, հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։ Ամերիկյան կողմը հայտարարել է, որ եթե այդ ծրագիրը մերժվի, բանակցությունները կհամարեն ձախողված եւ նրանք կլքեն բանակցությունները։ Արդյունքում տեղի ունեցավ հենց այդպես, ամերիկյան պատվիրակությունը լքեց բանակցությունները, նշել է Իրանի փոխարտգործնախարարը։ Նրա խոսքով Օմանում բանակցությունները տեղի են ունեցել Իրանի կողմից Հորմուզի նեղուցը կրկին փակելուց հետո։ Մյուս կողմը պնդել է, որ հարավային այլընտրանքային երթուղին բաց մնա մինչև Իրանա-Օսմանյան բանակցությունների ավարտը, սակայն Իրանը չի ընդունել այդ առաջարկը։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը սկսել է վերանայել Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը, ինչի մասին հունիսին հայտարարել էր Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ։ Այս մասին X միկրոբլոգում հայտնել է ԱՄՆ պատերազմի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Էրբրիջ Քոլբին։ Նա նաև նշել է, որ Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության վերանայումը կարտացոլի ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության 2025 թվականի եւ ազգային պաշտպանության ռազմավարության 2026 թվականի դրույթները եւ կպարունակի տարբերակների մի շարք, որոնք հիմնված են ամուր ռազմավարության, ամուր փորձարարական հիմքի եւ աշխարհաքաղաքական ու ռազմական իրողությունների հստակ ըմբռնման վրա։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Միացյալ Նահանգներ, որտեղ կհանդիպի նախագահ Դոնալդ Թրամփի հետ եւ կմասնակցի սենատոր Լինսի Գրեմի հուղարկավորությանը։ Զելենսկին X-ում նշել է, որ ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցությունը առաջնահերթ է։ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը կկայանա այսօր ավելի ուշ։ Զելենսկին վերջին անգամ Թրամփի հետ հանդիպել է հուլիսի 8-ին Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի կակատնաժողովում։ Այդ ժամանակ ԱՄՆ նախագահը հաստատել էր Ուկրաինային Պատրիոտ հակահրթիռային համակարգերի արտադրության լիցենզիա տրամադրելու առաջարկը։ Զելենսկին ԱՄՆ է ժամանել Մեծ Բրիտանիայից, որտեղ 3 հանդիպել էր երկրի նոր վարչապետ Էնդի Բըրնհեմի հետ բանակցությունների։ Նա առաջին օտարերկրյա ղեկավարն է, որ այցելել է Բրիտանիա հուլիսի 20-ին Բըրնհեմի կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելուց ի վեր։ Չինաստանի նախագահ Սի Ցինփինը հույս է հայտնել, որ Սլովակիան կառուցողական դեր կկատարի Չինաստան-Եվրամիություն հարաբերությունների կայուն զարգացումը առաջ մղելու հարցում։ Պեկինում Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինիի հետ հանդիպման ժամանակ Սի Ցինփինը հայտնել է, որ Չինաստանը Եվրամիությանը միշտ դիտարկել է որպես գործընկեր, եւ Եվրամիության հետ հարաբերությունները զարգանում են անկեղծությամբ եւ բարի կամքով։ Պետեր Պելեգրինին Չինաստանում է պետական այցով։ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարբեր գերատեսչությունների մակարդակով երկխոսության ակտիվացումը։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Երկկողմ եւ միջազգային օրակարգի արդիական հարցերը քննարկելուց հետո առաջնորդները նշել են ռուս-ադրբեջանական կապերի կառուցողական բնույթը եւ կառավարությունների ու պրոֆիլային գերատեսչությունների միջև երկխոսության ակտիվացումը, ասվում է հաղորդագրությունում։ Պուտինը եւ Ալիևը նաեւ վերահաստատել են իրենց հանձնառությունը երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնմանը։ Եվ շարունակելով թողարկումը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու հերթական դեպքը, պատմում է տեսանյութը։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության երկրորդ բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևան-Սևան մայրուղում գործող վառելիքի մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը գործունեության արդյունքում իրացումից ստացված հասույթներն ամբողջությամբ չի արտացոլում հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում։ Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ձեռնարկել եւ իրականացրել են ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Ընկերության գազալցակայաններում տեղադրված լիցքավորման աշտարակներից դուրս են բերվել եւ հետազոտվել իրացման վերաբերյալ տվյալները։ Միաժամանակ ուսումնասիրվել են նաեւ վաճառքի հաշվառման մատյաններն ու սևագիր գրառումներ պարունակող տետրերը։
Ձեռք բերված տվյալները համադրվել են ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա նույն ժամանակաշրջանների վերաբերյալ հարկային հաշվարկների տվյալների հետ։ Պարզվել է, որ ընկերության կողմից 2022-ից 26 թվականներին սեղմած բնական գազի, հեղուկ գազի, բենզինի եւ դիզելային վառելքի վաճառքների մասով թերհայտարարագրվել է շուրջ 600 միլիոն դրամի իրացման շրջանառություն։ Արդյունքում չի հաշվարկվել եւ պետական բյուջե չի վճարվել շուրջ 210 միլիոն ՀՀ դրամ։ Նշված փաստի առթիվ առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ոչ միայն կատարված հանցագործությունների բացահայտման, այլև դրանք կանխելու ուղղությամբ։ Միաժամանակ կոմիտեն հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին զերծ մնալ նման առատավոր վարքագծից եւ չկատարել ապօրինություններ, իսկ գնորդներին պարտադիր տրամադրել ՀԴՄ կտրոններ կամ օրենսդրությամբ սահմանված այլ հաշվարկային փաստաթղթեր։ Հանցավորության կանխարգելման, իրավախախտումների բացահայտման եւ հանրային անվտանգության ապահովման նպատակով քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության եւ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևանի պարեկների հետ հուլիսի 27-ին Մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Հանցավորության կանխարգելման, իրավախախտումների բացահայտման եւ հանրային անվտանգության ապահովման նպատակով քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության եւ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևանի պարեկների հետ հուլիսի 27-ին Մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել են քրեական ենթամշակույթի նկատմամբ հակումներ ունեցող անձանց հնարավոր հավաքատեղիները, ինչպես նաեւ օպերատիվ տեղեկություններով ստացված մի շարք հասցեներ։ Միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են թմրամիջոցներ եւ սառը զենք, բաժին ընտարվել հասարակական կարգը խախտող ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացիներ։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից իրականացվող ուժեղացված ծառայությունները կրում են պարբերական բնույթ եւ միտված են իրավախախտումների կանխարգելմանն ու վաղաժամ բացահայտմանը։ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության եւ համայնքային ոստիկանության Նայրի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Եղվարդ քաղաքի 51-ամյա բնակիչը զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ, առանց համապատասխան թույլտվության կազմակերպում է հրաձգության պարապմունքներ, այցելուներին տրամադրելով հրաձգարանի տարածքում պահվող ապօրինի զենք զինամթերք։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ Եղվարդ քաղաքում ապօրինի գործող հրաձգարանի տարածքում հայտնաբերվել են 3 ինքնաձիգ, որսորդական 3 հրացան, լիցքավորված ատրճանակ, տարբեր տեսակի եւ տրամաչափի 2210 փամփուշտ, հակահետևակային եւ հակատանկային ականներ, մարտական գլխիկներով ականանետեր, ականանետի արկեր, 15 նռնակի պայթուցիչներ, փամփշտատուփեր, որոնցից մի քանիսը լիցքավորված եւ տարբեր տեսակի այլ զինամթերք։ Եղվարդ քաղաքի 51-ամյա բնակիչ ու հրաձգարանի աշխատակիցը ձերբակալվել են։ Ապօրինի պահվող զենք զինամթերքի հայտնաբերման ու արգրավման ծավալուն միջոցառումները շարունակվում են։ Եվ եղանակին ընթരാճ։ Ընթացիկ տարվա ոռոգման սեզոնում Սևանալճից ջրառի ծավալը պատմականորեն նվազագույնի է հասել, որը վերջին 65 տարվա նույն ժամանակահատվածի ամենացածր ցուցանիշն է։ Այս մասին տեղեկանում ենք հիդրոօթերևութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումից։ 2026 թվականի հուլիսի 27-ի դրությամբ Սևանալճից ոռոգման նպատակով բաց է թողնվել ընդամենը 14189 միլիոն խորանարդ մետր ջուր, ինչը 1961 թվականից ի վեր նույն ժամանակահատվածի ամենացածր ցուցանիշն է, գրել է Ազիզյանը։ Եվ վերջում եղանակի մասին։
Հուլիսի 28-ից 31-ը, օգոստոսի 1-ից 2-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Երևան քաղաքում հուլիսի 30-ից 31-ը, օգոստոսի 1-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Հուլիսի 29-ին և օգոստոսի 2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Այս եթերաժամի լրազամբյուղը այսքանով սպառված է, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս մինչ նոր հանդիպում։